Ինչ է կատարում Սիրիայում, ինչ կատարվեց։ Թուրքիան եւ Ռուսաստանը խուրդեցին։ Իսրայելը ինչ շահեց այս process-ից, շահեց, որ ստացավ իր հարևանության մի հատ անատամ, ջախջախված, ջնջխված մեծ պետություն։ Առաջարկում առաջին հացնա թե ինչա Եվրոպայի արձագանքը սենց անատամ։ Ապստամբ ուժերին է դատապարտել, ում որ գլուխները կտրում էին, ցեղասպանում էին։ 10 տարուց ավել, այդքան զոհեր, ավերածություններ, ահաբեկչություններ։ Պարոն Ջոլանին հրավեր է ստացել այցելել Բրյուսել։ Ջուլանինա ոչինչ, հիմա մարդու գլուխ է կտրում, ոչինչ, հեսա կաշում շալվար կհագնի։ Կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում ավարտված է։ Միամիտ Ասադը հավատաց թուրքական ժպիտին։ Այլի Ասադն է հիմար էր, հավատաց, Բաշար անբաշարը, Բաշար անբաշար։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր որոշել ենք խոսել Սուրիայի մասին, Սուրիայի շուրջ ստեղծված բարդ վիճակի մասին։ Պարոն Մարուկյան, մինչև Սուրիային անցնելը, այդ Սուրիա տարբերակին ավելի է դուր գալիս։ Ուզում եմ ասեմ, այդ Սուրիայով է արդեն արձագանք։ Մինչև Սիրիային անցնելը առաջարկում եմ, որ բաժանորդագրվեն։ Մեր առաջին անգամ նայողները մեր YouTube-ան ալիքին հավանեն, տարածեն պլատֆորմ ոդքասթը, էպիզոդները։ Նաև ես կարծում եմ դիտողներ ունեն, որ չեն բաժանորդագրել, ուղղակի դիտում են։ Լիքը մարդիկ նայում են, չեն բաժանորդագրվում, բայց Ջան մի քաշվեք բաժանորդագրվեք։ մեկը չենք տենում, ով բաժանորդագրվում։ Արխային բաժանորդագրվում։ Ոչ մեկ չի տեսնում։ Այ կոմենտ գրողներին նայում ենք մանրամասն ու շատ լավ կոմենտներ ենք հանդիպում ու աշխատում ենք կոմենտներին անպայման պատասխանել։ Իդեպ նաև այս թեման քննարկում ենք բազմաթիվ արձագանքների արդյունքում, որովհետև կար նման պահանջարկ, որ արձագանքեք Սիրիայում տեղի ունենում ցեղասպանություն, ընդհանրապես ինչ է կատարում Սիրիայում, ինչ կատարվեց, Ալ-Շարան ոնց դարձավ Սիրիայի ժամանակավոր նախագահ եւ այլն եւ այլն։ Ես մի հատ առաջարկ ունեմ։ Խնդրեմ։ Այս իմ առաջարկը պետք է դիտարկել գնահատական Սիրիայում տեղի ունեցող սպանդին։ Միգուցե դա ցեղասպանություն է, չգիտեմ։ Բայց ես նաև առաջարկում եմ, եկեք այդքան չարաշահենք եւ չշահագործենք ցեղասպանություն բառը։ Այո։ Որտեղ ինչ լինում է, այդ բառը ինձ թվում է դա շատ կարևոր եզրույթ է ու այստեղ այնտեղ շախ տալով այդ եզրույթը ուղղակի մենք կարող արժեզրկենք։ Հատկապես որ այդ հարցը ցեղասպանության հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է։ Հատկապես այս իրականությունում։ Ես վերջերս իդեպ սոցիոլոգիական հարցման մոտ լավ տարբերակ եմ գտել գրախանութները։ Ես վերջերս Նայիրի գրատանը հարցնում էի, որ գրքերն են շատ տանում։ Ասում է միգուցե անհասկանալի պատճառներով ահագին շատ ցեղասպանության մասին գրքեր են սկսել տանել։ Հայոց ցեղասպանության մասին։ Այո, ռուսերեն, անգլերեն, հայերեն հատորներով գալի տանում են եւ այդ գրականությունից մենք շատ ունենք եւ այստեղ հետաքրքիր կապ կա քաղաքական զարգացումների, քաղաքական դիսկուրսի եւ ռետորաբանության ու գրախանութի կյանքի միջև հետաքրքիր կապ կա։ Այսինքն բավարար է, որ իշխանությունը սկսի ցեղասպանությունը ուրացման ինչ որ հայտարարություններ անել, հարցականի տակ դնել եւ մարդիկ սկսում են ավելի գնալ այդ Այսինքն ուղիղ կապ կա եւ սա սոցիոլոգիական տվյալ է իմ համոզմամբ եւ շատ հավաստի։ Լավ, գանք Սիրիային կամ Սուրիային, ինչպես են իրենք են անվանում, շատ բարդ, բավականին երկար պատմությամբ հիմնախնդիրը, որի մասին այդքան էլ հեշտ չի խոսալը, խրթին թեմա է։ Ինչ ունեք ասելու։ Վերջին տվյալները կարող եմ ասել, որ Սիրիայի կառավարությունը, այսինքն նոր այդ ժամանակավոր այդ կառավարությունը Ալ-Շարը, Ալ-Շարը, չէ՞, Ջոլան գլխավորությամբ պահանջել է Ռուսաստանի Դաշնությունից նախագահ Ասադին արտահանձնել, որ պատասխանատվության ենթարկեն։ Ռուսաստանը հայտարարել է, որ նրանք բացառում են անգամ հարցը քննարկել։ Վերջին դեպքերը, որոնք տեղի ունենում հիմնականում Լաթաքիայում են եւ այդ ծովափնյա ուղղությամբ են տեղի ունենում, ալևիտները, որոնք որ աջակցել են Ասադի ռեժիմին, հիմնական թիրախը նրանք են, բնականաբար նրանք մի հատ փոքր վաստանիա են կազմակերպել, ամբստամբություն ընդդեմ կառավարող ուժերի եւ կառավարող ուժերը շատ լուրջ ճնշեցին, քաղաքացիական բնակչություն են կոտորել,
ասում են հազարավոր, եթե այդպես է իրապես դա ցեղասպանություն կարելի է համարել, մենք չենք կարող այստեղից ընտրել որևէ տվյալ դիտարկել։ Կար Սիրիայի կառավարության մի հայտարարություն, որ խնդրում ենք մի տարածեք Լաթաքիայից տեսանյութեր, շատ հետաքրքիր է, որ արաբերեն statement է, ասում են մի տարածեք Լաթաքիայից տեսանյութեր, դրանք կարող է հին լինեն, բան, sense ինչ-որ բաներ, ասենք տեղեկատվությունը սահմանափակում են։ Հետաքրքիր բան կա, որ պարոն Ջոլանին հրավեր է ստացել այցելել Բրյուսել, հանդիպել Եվրոպական միության առաջնորդներին, Եվրոպարլամենտ նաև գնալ, եվրոպական գալավարեզներ էլի կոպիտ ասած տենց մոտարապես ասենք Եվրոպան աջակցում է այդ գլուխ կտրողներին, այդպես է դուրս եկել եւ շատ մեծ ոնց ասեմ հեղինակության հարված է սա Եվրոպական միության համար։ Ես որպես Եվրոպական միության մշտական ջատագով այդ ինստիտուտի այդ 50 տարվա ավել հաջողության այդ միության ես ուղղակի ապշած նայում եմ, ասենք լավ ինչքան կարակ դուք դեգրադացվեք, բայց դե մի է ունենք ինչ որ ունենք։ Մյուս բանը նա է, որ արաբական ուժերի, քրդական ուժերի հետ համաձայնություն կնքվեց, ոնց էր կոչվում դա ավելի հստակ, քրդական ուժերի ինտեգրում տեղի ունեցավ։ Քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը փաստաթուղթ են ստորագրել Ջոլանի իշխանության հետ եւ ինտեգրվում են սիրիական բանակ, այսինքն այն բանակը, որը Ջոլանին է։ Իմ տվյալներով, որքան որ հետաքրքրել եմ, շատ մեծ զինված ուժեր նրանք չունեն։ Ամբողջ ռազմական ներուժը, որ իբր թե Ասադի բանակինն է, հենց հեղափոխության սկզբից ջախջախել են Իսրայելի ռմբակոծություններով, այսինքն Իսրայելը ինչ շահեց այս process-ից, շահեց, որ ստացավ իր հարևանության մի հատ անատամ, ջախջախված, ջնջխված մեծ պետություն, որը բնականաբար գնում է արդեն ջլատման process-ը գնում, դեռ տենց չի ջլատվել, բայց այսինքն մի տարածքում ինչ որ քրդական ուժերը ինչ որ ազդեցություն ունեն, մյուսում չգիտեմ։ Բայց այստեղ շատ հետաքրքիր է, որ Թուրքիան է ուզում, որ այդ ծովափնյա հատվածը ալևիտների ազդեցությունը նվազեցվի եւ այնտեղից նրանք դուրս գան եւ դրա համար էլ հիմնականում այս ջարդերը սկսվել են այդ հատվածում, որտեղ ալևիտները ապրում են նաեւ այլ հատվածներում։ Բայց ինչի են հենց այդ ծովափնյա հատվածներում սկսվել այս ջարդերը։ Թուրքիայի համար է սա արվում եւ մենք բոլորս գիտենք, որ ամբողջությամբ թուրքական ազդեցության տակ է։ Տեղի ունեցավ Ջոլանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, եւ այդ կադրը շատ ինչ որ բան կադրեր էին, էլի տենց երիտասարդ ջան, տենց ձևի դեմքով էր Էրդողանը ընդունում եւ կարող է դրա իրավունք ունի։ Հա, եւ կարող է իրավունք ունի։ Մեր հայերի վերաբերյալ կարող եմ ասել, որ այս պայն Հենց որոշակի լարված պահ կա, բայց մենք տեղեկություններ չունենք հենց հայերի ուղղությամբ որևէ բանի, քրիստոնյաների, բայց որևէ բան չի բացառվում ապագայում, հետեւաբար վտանգը այդ իմաստով վերացված չէ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որ քրիստոնյա փոքրամասնություններին մազին չկպնեք եւ այլն, չգիտեմ դա ինչքանով է լուրջ, ինչքանով կարող են այնտեղ ազդել։ Այդ հայտարարությունը կա, Եվրոպական միությունը դատապարտող հայտարարություն է արել, ապստամբ ուժերին է դատապարտել, որ գլուխները կտրում էին, ցեղասպանում էին, այսինքն զոհերին են մեղադրել եվրոպացիք process-ի եւ այս պահին ըստ էության սիրիական այս անցումային կառավարությունը անցնում է մի process-ով, որ իրան պետք է աշխարհը ճանաչի որպես Սիրիայի կառավարություն, այսինքն այդ ԵՄ-ի հրավերը Եվրոպարլամենտ, չգիտեմ, Ֆոն դեր Լայենը, ապտի ասեն ձեզ կօգնենք, բան, սա շատ կարևոր բան, որ Եվրոպական միությունը պահանջում էր, որ ռուսական ռազմաբազան Տարտուսից դուրս բերեն, որին ի պատասխան Սիրիայի նկատմամբ սանկցիաները կանվեն եւ նաեւ կաջակցեն Ջոլանի կառավարությունը սկզբից խոսում էր, որ պետք է դուրս գան բան, հիմա վերջերս հայտարարություն արել, որ մենք ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսական աղբյուրներն ասում են, որ Ռուսաստանի Դաշնությունը պլանավորում է բազան դուրս բերել այդ տարածքներից, բայց ուր տեղափոխում է Լիբիա։ Լիբիայում շատ մեծ ռազմաբազա են կառուցում ռուսները, շատ մեծ, ավելի մեծ քան այդտեղը, բայց այնտեղ կառուցումը այստեղից է դեռ չեն հանել, որովհետև ըստ էության ռուսական վերջին քաղաքականությունը հետևյալն է՝ չվստահել ոչ ոքի, չհավատալ ոչ ոքի։ Ասում են, հա, եղավ ախպեր ջան, հազարավոր ալևիտներ վազելով որպես մազապուրց քաղաքացիական անձինք վազել են դեպի ռուսական ռազմաբազա եւ այնտեղ ապաստան են գտել, չգիտեմ ինչ կլինի դրա վերջը ամեն դեպքում, եւ նաեւ շատ մեծ թվով ալևիտներ նաև դեպի տեղափոխվել են, հիմա ես ասեմ, դեպի Լիբանան։ Լիբանանի հյուսիսային սահման, եւ Լիբանանը նրանց ընդունել է, որովհետեւ ի հակադրություն այնտեղ ունի այլ փոքրամասնությունների հակադրություն նաև այս մասով ունենք տեղեկություններ։
Ինձ թվում է ես այսքանը գնդակը իմ դաշտում է։ Գնդակը քո դաշտում է։ Այս պահին Ժորժ ջան, տեսեք, մենք որ երբ որ մի բան քննարկում ենք այդ process-ների մասին, դա անընդհատ զարգացող process-ներ են, այսինքն մենք խոսում ենք այդ պայծրությամբ ինչ կա եւ նաեւ միտումները, տենդենսները, զարգացումներն ենք փորձում ձեզ ցույց տալ, որովհետեւ մենք արձագանք ենք ստանում, որ բայց այնտեղ դուք ասեցիք բանը Շոլցը, բայց ինքը արդեն պարտվել է, օքեյ, բայց Մերցն էլ չէր դա ընտրվել դեռ կանցլեր։ Շատ լավ։ Բայց մենք այն մարդիկ ենք, ովքեր ասել են, որ Շոլցը պարտվելու է։ Դեռ ընտրություն չկար։ Calm down։ Այո։ Գիտեք, այդ Լաթակիայի սպանդի կադրերը նայելիս ես ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ամենահավանականությամբ նույնը կարող է լինել Արցախի խաղաղ բնակչության հետ, եթե նրանք ժամանակին դուրս չգային Արցախից։ Ինձ թվում է նույնը այնտեղ կարող է լինել եւ սա այն մարդկանց համար, ովքեր ամեն օր այդ ռոպորը բյաներին Սուն մնայիք։ Հա, մնայիք, չկռվեցիք։ Բայց Փաշինյանը ունի հայտարարություն, որ ասում է քաղաքացիական բնակչությունը չի թիրախավորվել։ Չի թիրախավորվում։ Ես ունեմ այն համոզմունքը, որ նույնը լինելու էր Արցախի բնակչության հետ, մեր հայրենակիցների հետ, եւ դա մնալու էր անպատիժ։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից աշխարհում, եւ սա ինձ առաջ է, սա շատ առաջ է։ Չկա պատիժ։ Ոչինչ էլ չէր լինելու։ Սա իմ ինջալուց, հա, որպես դիտարկում։ Մյուս կողմից, պարոն Մարոկյան, սիրիական հակամարտությունը, ուկրաինական հակամարտությունը իմ համոզմամբ Հայաստանում ըստ պատշաճի եւ ըստ էության չեն վերլուծվում։ Այդ մի քանի այդ որակյալ փորձագետներին եւ գիտնականներին էլ մի պա դնենք մի կողմ։ Ինչ են անում, օրինակ, այդ կոնֆլիկտների հետ։ Այդ կոնֆլիկտները օգտագործում են իրենց իսկ քայքայիչ թեզերը լեգիտիմացնելու նպատակով, այսինքն իրենց այդ քայքայիչ այդ քարոզչական ռոպագանդիստական թեզերը հիմնավորելու, լեգիտիմացնելու, հիմնավորելու համար, այսինքն դրսում են ինչ-որ կատարվում է, հարմարացնում են իրենց այդ ներքաղաքական ճղճին ողորմելի հետաքրքրություններին եւ շահերին։ Օրինակ այդ իհայտ են գալիս այս առումով այդ ռոպագանդիստական թեզերը, չգիտեմ, հակառոսները կամ այդ ուկրաինամետները պնդում են, որ տեսակ Թուրքիան եւ Ռուսաստանը խուրդեցին, տերը տվեցին Ասադին։ Ասադին Այս ավելի պահպանողական կամ այդ ֆանատիկ ազգայնական թևի ներկայացուցիչները նորից սկսել են բանը տերորի ենթարկել, չէ՞, բոլորիս ասում են, Թուրքը մնում է թուրք, Թուրքը մնում է թուրք, արյունը երախին, յաթաղանով գալու են հիմա մեր հետևից, Երևանում են մարդկանց sense կոտրոլը ոնց որ Լաթակիայում, սա երկուս։ Գիտեք, ինձ թվում է պետք է այս ռոպագանդիստական բաներից մա դուրս գալ ու իսկապես հասկանալ, թե ինչա կատարվում։ Եվ օրինակ առաջարկում առաջին հասկանալ թե ինչա Եվրոպայի արձագանքը սենց անատամ։ Ինձ թվում է շատ հասկանալի ռեակցիա է, պարոն Մարոկյան, եվրոպական բյուրոկրատները իրենց պահում են որպես դասական բյուրոկրատներ, իսկ բյուրոկրատին ինչա պետք, նույնիսկ ցավոտ զիջումների գնով որոշակի կայունություն, որ իրավիճակը վերահսկելի լինի։ Լավ, Ասադի ռեժիմը չկա, շատ լավ է։ Ռուսներին վնաս է, թիվ 1 գեոպոլիտիկ հակառակորդը չկա, հեսա դուրս կմղվի, էդի մեր շահից է բխում։ Ղարաբաղը դատարկվեց ռուսներին վնաս է, բայց հա ոչինչ թող մի քիչ մի երկոքել թող սպանեն, բայց ոչինչ ինչ-որ վերահսկողություն կլինի, ինչ-որ կայունություն կլինի եւ ի վերջո պրծնենք այդ ավերիչ քաղաքացիական պատերազմից, այդ ինչ քաղաքացիական պատերազմ էր։ 10 տարուց ավել, այդքան զոհեր, ավերածություններ, ահաբեկչություններ, այդ եւ այդ քաղաքացիական պատերազմի շարունակությունը մենք տեսնում ենք նաեւ եվրոպական հողի վրա, ահաբեկչություններ Լոնդոնում, ահաբեկչություններ Փարիզում։ Այո։ Իսլամական պետությունը այստեղից կոչով էր հանդես գալիս եւ այնտեղ ահաբեկչություն էր լինում։ Եվ սա շատ լուրջ խնդրեմ էր եվրոպական երկրների շահերի եւ հետաքրքրությունների համար, այսինքն այդ բյուրոկրատները չլինելով ստեղծարար, ինչպես օրինակ Թրամփը կամ Մասկը, հեսա լավ իմաստով չեմ ասում, ամպլուայի տարբերությունն է ըստեյության։ Իրանց պետք է ինչ-որ վերահսկելի իրավիճակ, դե լավ հիմա Ջուլիանին է, ոչինչ, հիմա մարդու գլուխ է կտրում, ոչինչ, հեսա կաշում շալվար կհագնի, կգնա Բրյուսել, մազերը կկտրեն, կդառնա մեր տղեն հիշելով են հայտնի բանը ձևակերպումը դիկտատոր, բայց մեր դիկտատոր։ His son of a bitch, but our son of a bitch։ Այսինքն մեր տղեն է, ոչինչ։ Այսինքն եվրոպական էս շան տղա է, ասում son of a bitch-ը շան տղա է, չէ՞ նշանակում, այսօր տենց more or less։
Բայց մերն է ասում։ Դա հա, կդառնա մերը, դե շատ լավ է այդ ռուսամետ Ասադը, Իրանամետ Ասադը կարևորել չկա։ Մնացածը բանը իր հունով Չէ, դու մոռանում ես Թուրքիային, որովհետև Թուրքիային ասում են դե մեր աղբերները Թուրքիան են դեն, իրանք տիրություն կանեն, տենց մեր դաշնակիցը դե Իրան ինքը ուզում էր տենց լինի։ Այսինքն եվրոպացիք տենց չեն ուզում, տենց չեն ասում որ տենց բա անդերուդուս այնտեղ բանա։ Այսինքն կոնտրոլը հանձնված է, ումա հանձնված Թուրքիային։ Իհարկե, միանշանակ Թուրքիային, բայց նորից եմ ասում, որ սիրիական հակամարտության մեջ եւ ընդհանրապես այս մերձավոր արևելքի այս մեծ հրտեհի մեջ մեղավորներ փնտրելը շատ անշնորհակալ գործ է, որովհետեւ այդպես փնտրելով կարող են հասնել միջև Աբասյան խալիֆներին կամ Կոնդոլիզա Ռայսն է մեղավոր, ասում են նոր մերձավոր արևելք գցել։ Կամ կարող են հասնել մոնղոլներին, այդ խնդրեմը կա։ Խնդրեմը ասենց սահմանավորվել եւ ձևավորվել է երկրորդ աշխարհամարտից հետո, երբ որ այս երկրները անկախություն ստացան Սիրիան, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը եւ այլն, եւ սրանք շատ պրոբլեմատիկ երկրներ էին, որտեղ ունեին ինչ-որ իմաստավորման խնդիր, արդյունավետության խնդիր էս ժամանակին, արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին այս երկրներում շատ նորաձև էր իսլամական սոցիալիզմը, հետո նաև հիասթափվելով այդ ուղղությունից կամ այդ աշխարհայացքից կամ այդ մոտեցումից շատ երկրներ փորձում էին իրենց զարգացումը շարունակել արևմուտքի հետ սերտ հարաբերություններով, պայմանական ասած իսլամական կապիտալիզմ, շատ պայմանական, բայց դա այլ չստացվեց եւ առնվազն արդյունավետ չստացվեց շատ-շատերի մոտ եւ բնակչությունը բնականաբար իր հայացքը պետքա ուղղեր ծայրահեղական իսլամի ուղղությամբ եւ բանից պարզվեց, որ այդ լուսավորյալ դիկտատուրաները, որ ձևավորվեցին Լիբիայում, Կադաֆին, լուսավորյալ, հա, դա լուսավորյալ էին իրենց երիտասարդ, այն ինչ որ կար միջև իրենց, դա ճահիճ էր։ Եգիպտոսում Ֆարուկ մա թագավոր կար, Սիրիայում եսի ինչ էր, Լիբիայում ընդհանրապես ցեղային միությունների էր բաժանված, բայց նրանք լուսավորյալ երիտասարդ բաներ էին, Ասադի հայրը, Ասադի Հաֆեզ Ասադը, զինվորականներ էին, Գամալ Նասերը, Քադաֆին, Սադամ Հուսեյնը, բայց բանից պարզվեց, որ այդ լուսավորյալ լավ տղեկ էին էլի այդ մարդիկ, հա, այդ ուզում ասես։ Դե սկզբնական շրջանում դա շատ արդյունավետ լուծում էր թվում, կարևորը աշխարհիկ էին։ Աշխարհիկ, հա, եւ մերձավոր արևելքում ծայրահեղական իսլամի թիվ 1 հակառակորդը կամ հակակշիռը զինվորականների դասակարգն է, դա իրոք այնտեղ դասակարգ է։ Մեր մոտ օրինակ այնպես ցավոք սրտի այդպեսի դասակարգ մենք չունենք։ Եվ այդ լուսավորյալ այդ զինվորականների դասակարգը պարզվեց, որ այդքան էլ արդյունավետ չի, որովհետև դա Իշքան կարող են մարդիկ ապրել այն պայմաններում, երբ իշխանությունը չի փոխվում, եւ այդ ոչ վաղ անցյալի լուսավորյալ այդ զինվորականները արդեն բանա դեգրադացվել են, հիվանդ մարդիկ են դառել, այլասերվել են մնալով իշխանության։ Իսկ սրանք պրոբլեմատիկ հասարակություններ են, աղքատության մեջ, սոցիալական անարդարություն, բնակչության թիվը անդադ աճում է, այդ բնակչության մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, իսկ որտեղ որ շատ երիտասարդներ կան, այնտեղ հեղափոխականությունը երաշխավորված է, այսինքն հեղափոխականության թիվ 1 շարժիչ ուժը երիտասարդության մեծ թիվն է։ Այնտեղ երիտասարդության մեծ թիվ կա, գյուղից մարդիկ տեղափոխվում են քաղաք, պլյուս այդ արհեստական սահմանները երկրների միջև էս, եւ այս ամենը ինչ որ մի օր պետքա պայթեր եւ սկսեց Թունիսից, եկավ հասավ Սիրիա եւ հիմա նորից այդ դիկտատուրաները լուսավորյալ, շատ պայմանական եմ օգտագործում, արդյունավետ չէին եւ դրա հետ զուգահեռ մյուս խնդիրն էլ էր, որ ախր այս իսլամիստական գաղափարները օթից չեն գալիս դատակ տարածությունում ձևավորվում։ Սրանք կան նոր ասեցի այդ իսլամական սոցիալիզմ, կապիտալիստական ուղի, դրանց ձախողումից հետո շատ նորաձև էր այդ խալիֆայության գաղափարը, իսլամ եւ այլն։ Եվ այս միջավայրում իսլամիստական գաղափարները չեն կարող նորաձև չլինել եւ բնականաբար այդ հոսանքի ներկայացուցիչները չեն կարող չգալ իշխանության, դա ինչ որ մի օր պետք է լիներ, եւ սա շատ բնական է եւ հիմնավորվում է պատճառ հետևանքային կապով։ Իհարկե, ես մի բան էլ ասեմ ու խոսքը փոխանցեմ ձեզ։ Քադաֆին, Ասադը, Սադամ Հուսեյնը, դրանց խնդրեմը ո՞րն էր բոլորի։ Այս երկրները չեն կարողացել գտնել այդ ամենակարևոր հարցի պատասխանը՝ անցնցում իշխանափոխության։ Ինչի՞ է Միացյալ Նահանգները աշխարհի ամենաարդյունավետ երկիրը, որտեղ այդ մեխանիզմը ամենաճկունն է աշխատում, ամենաարդյունավետն է աշխատում։ Եվ այս հավերժացած այս դիկտատորները այս նրբությունը չհասկացան։ Հա, իրանք ժամանակին արդյունավետ էին, Հաֆեզ Ասադը Սիրիայում, Քադաֆին Լիբիայում,
եւ այլն, բայց ինչ որ մի փուլում պետքա կարողանաս հեռանալ եւ սա ինձ թվում է հարցերի հարցն է եւ այս հարցի պատասխանը, այս հարցի լուծումը այս բոլոր երկրներին զերծ կպահեր պայթյուններից, այսինքն եվրոպացիներին, ռուսներին, թուրքերին մեղադրելուց առաջ պետքա խնդիրը գտնել հենց համակարգի ներսում եւ հասկանալ, որ սրանք ինչ որ մի օր պետք է այդ փոփոխությունը լիներ, այդ բնակչությունը եռում էր։ Այն Կորեայի մասնագետ Լանկովը դուդի մոտ ասում է խոսելով Հյուսիսային Կորեայի մասին, ասում է իրավիճակի ամբողջ ողբերգականությունն է, որ ժամանակին կայացվել են որոշումներ, որոնք ժամանակին ճիշտ են թվացել, հիմա էլ են ճիշտ թվում եւ հիմա մենք էլ ենք այդ իրավիճակում, մենք էլ այդ որոշումները կկայացնենք, բայց այդ որոշումները հանգեցրել են այս իրավիճակին, որն է Հյուսիսային Կորեան հիմա։ Ման նույնը կարող ենք ասել Մերձավոր Արևելքի համար, ժամանակին կայացվել են ճիշտ որոշումներ, անկախություն պետք է տային տվել են։ Ճիշտ, ճիշտ ընթացք ա եղել, ճիշտ ռեֆորմներ են եղել, ճիշտ մարդիկ հայտնվել են ճիշտ տեղում, նույն Հաֆեզ Ասադը, նույն Քադաֆին, նորից ասեմ, նույն Գամալ Աբդել Նասերը, որ ամենախոշորն էր։ Բայց դե բերեց ամեն ինչ, հասրեց այս իրավիճակին, նաև այդ որոշումների պատճառով ու եղավ այս արաբական գաղութն, այս պայթյունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը եւ արդյունքում իշխանության եկան այսպիսի մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում ավարտված է։ Ես այնուամենայնիվ այն պատերազմը, որ Ասադի ժամանակ կար, լավ էս ձևակերպենք։ Այս ժամանակավոր իշխանությունը դեռևս չի հաջողվել Սիրիայում հաստատել միասնություն, այսինքն սահմանադրական կարգ, եթե կա, այդպիսի հասկացություն այնտեղ էս բայդրությամբ հաստատել ամբողջ երկրի վրա։ Դեռևս այնտեղ կան խմբավորումներ, դեռևս ամբողջ տարածքին չեն վերահսկում, դեռևս Սիրիայի բազմակոնֆեսիոնալ եւ բազմաէթնիկ հանրությանը չեն ներկայացրել ապագայի ծրագիր, համագոյակցության ծրագիր, համակեցության պլան, ինչը շատ կարևոր է, որովհետև ինչով են այս երկրները Հայաստանից տարբերվում, Հայաստանը միատարր մոնոլիտ երկիր է, հայերի երկիրն է մեծ հաշվով, ազգային փոքրամասնություններին չհաշված, բայց ազգային փոքրամասնությունը այլ կատեգորիա է։ Իսկ Սիրիան իրոք բազմաէթնիկ եւ բազմակոնֆեսիոնալ երկիր է եւ նրա ամենամեծ ողբերգությունը որն էր, որ փոքրամասնությունը կառավարում էր մեծամասնության ալավիները, փոքրամասնությունն էին, դա կրոնաէթնիկական փոքրամասնություն էր, սինկրետիզմի հետևանք, շիականության, քրիստոնեության, ինչ որ տես խառնուրդ, հա, եւ սունի մեծամասնություն եւ ինչի արդյունքում էր այս դասավորությունը ձևավորվել, որովհետեւ ժամանակին ալավիները համագործակցել էին ֆրանսիացի գաղութարարների հետ եւ համագործակցելով առավելություններ էին ստացել։ Բնականաբար իրանք պետք է ժառանգեին իշխանությունը, սա լրջագույն կոնֆլիկտի պատճառ էր, այսինքն հաշտություն եւ համերաշխություն պետք է բերվի այս բազմաէթնիկ եւ բազմակոնֆեսիոնալ միջավայրին։ Այս առումով քաղաքացիական պատերազմը ավարտված չի։ Կարող քաղաքացիական պատերազմը ավարտվի, բայց կոնֆլիկտը ավարտված չի։ Դե հիմա էլ իմ տպավորությամբ վրեժեն լուծեմ ալևիտներից այդ տարիների համար, այսինքն Ասադի ռեժիմին աջակցող փոքրամասնությունը հիմա հիմնական թիրախում է, ասենք այդ կոտորածոր տեղը։ Ես դուք այն քիչ մարդկանցից եք, որ անձնական շփումներ եք ունեցել Ասադի հետ եւ երբ քաղաքացիական պատերազմի ամենաթեժ փուլը։ Մի քիչ պատմեք։ Ես պատմեմ, թե ոնց եղավ, որ մի օր առավոտյան արթնացանք եւ իմացանք մամուլից, որ թուրքական ռոսակախմբեր, այսինքն իսլամիստ խմբեր էին, որոնք Թուրքիայի սահմանից անցել էին, Թուրքիայի տարածքից, եւ ներխուժել էին Քեսաբ եւ գրավել Քեսաբը մի գիշերվա մեջ, եւ հայկական ամբողջ բնակչությունը, գիտեք, Քեսաբը հայկական գյուղ է կամ քաղաք է, ծովափնյա այնտեղից ժողովուրդը մազապուծ են, որ ասում են, փախել էին դեպի այդտեղ եկեղեցիներ էին վառե, այլ քրիստոնյա բնակչության ուրիշ քրիստոնեական գյուղեր կային, մտել կոտորե վառե սպանել էին բան։ Հայերը հիմնականում կարողացել էին անվնաս դուրս գալ եւ ապաստանել Լաթաքիայում։ Եվ խորհրդարանի 6 падգամավորներով որոշեցինք, որ մասնավոր այց կատարենք եւ գնանք Սիրիա եւ հանդիպենք նախագահ Ասադի հետ, կապեր էինք հաստատել, կապեր կային, բայց մասնավոր նախաձեռնություններ, որովհետեւ ԱԳՆ-ն դեմ էր այն ժամանակ, պարոն Նալբանդյանը դեմ էր, նախագահականուն վստահ չէին ճիշտ է գնալը, ճիշտ չի գնալը, բան ցած ձև։ Դե կարող խփեին։ Հա, եւ ամեն դեպքում մենք գնացինք, հասանք Լիբանան, Բեյրութ, Բեյրութից մեզ միջև սահման տարան այնտեղ մեր հայերը եւ այնտեղից արդեն մեզ դիմավորեցին Ասադի ներկայացուցիչները նախագահի եւ այնպես կալոնայով, հա,
պլիմոտները ասես դրած մեքենաների վրա ավտոմատներով բանով, վայրեն մեջ խայտարակ բաներ, ես հիշում եմ, ես որ պատկերացնի ուր են գնում, եւ այդ ժամանակ ամբողջ երկինքը փակ էր Սիրիայի, որևէ ինքնաթիռ չէր կարող օդ բարձրանալ, եւ պատերազմ, հողի վրա կոնկրետ պատերազմ էր գնում, մեզ այդ անվտանգության միջոցներով, բանով պաշտպանելով, բայց չգիտեմ, եթե ինչ-որ մեկը մեծ գրանատամետով կրակեր, ասենք հաստատ։ Եվ Սիրիան գտնում էր դիվանագիտական եւ տեղեկատվական բլոկադայի մեջ։ Նախագահ Ասադի զորքերը կռվում էին այդ արաբական գարունից արդեն սկսված այդ հեղափոխական շարժումների տարբեր խմբավորումների հետ, իրանք պնդում էին նրանք աբեկիչներ էին, նրանք պնդում էին, որ Ասադը ինքը իր ժողովրդին է կոտորում, ինքը իր քաղաքներն է ռմբակոծում, բան, եւ ամբողջ քաղաքը բլոկպոստեր էր, երբ որ մտանք Դամասկոս, ամբողջ քաղաքը բլոկպոստեր է, գնում ենք սենց ինչ-որ սենց վայրի վերներ, մի հատ ինչ-որ հյուրանոցում մեզ տեղավորեցին, որտեղ ոչ մի մարդ չկար, դատարկ հյուրանոց, հա, բայց շատ լավ հյուրանոց էր, ես հիշում եմ, որ գիշերը ինչ-որ ժամի սենց քունս չէր տանում, էլ ինչ-որ տենց վախեր կար, բաներ կար, շուտ ձայներ էր լսվում, բան, ասի մի հատ դուրս գամ տեսնեմ ինչ կա, էլի սենց դուրս բացեցի տեսնեմ մեկը սենց երբեկան ձեռին մեկը սենց պարկած է դրան մոտ, ասեմ, ես նայում եմ այդ միջանցքը, սաղ միջանցքը սենց զինված մարդիկ դռների մոտ սենց լրված են, դե մեր այդ 6 հոգանոց պատգամավորական խումբը այդ 6 սենյակներում ենք ապրում, ու սենց սարսափահար դուրը փակեցի, ասեցի լավ ախպեր ջան, գործ չունենք, դե ասենք ուզում եմ իջնեմ բար բանջակ, ես վիսկի խմենք, բան։ Մոռացել էի ուր ենք եկել, այնտեղ պատերազմա, բան։ Հա, ու հաջորդ օրը դե հանդիպեցինք հոգևոր առաջնորդին, շատ հետաքրքիր խոսակցություն ունեցանք հայ համայնքին, մեր ներկայացուցիչներին, դե այնտեղ արդեն Հալեպը ռմբակոծվում էր, խայտառակ իրավիճակ, գնացինք Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հիշում եմ դեսպանատանը նստած ենք, դեսպանի եւ աշխատակազմի այդ դիվանագետների հետ զրուցում ենք, մեկ է դմ, ցած դեսպանատունը շարժվում է։ Ցած խառնվեցինք, որ բան պատվալ, բան ուր ենք իջնում, ասեմ, չէ, հանգիստ սրանք մերոնք են։ Ասենք մերոնք ովքեր են։ Դե բանակի ուժերն են կրակում են, բան, ցած շուտ Ասադի բանակի ուժերն, այսինքն պետական զորքերն էին կրակում, բան։ Դեսպանատան վրա որևէ հարձակում բան չկար եւ մեկ էլ մի դրվագ եմ շատ տես բան հիշում, որ Ասադի հետ, նախագահ Ասադի հետ հանդիպումը Լաթաքյանը կպատմեմ, ուրեմն մեզ առավոտյան ասեցին կարևոր հանդիպում կա, դե հույս ունենք որ կտեսնենք նախագահ Ասադին, ուրեմն Ասադի այդ պաշտոնական ասաբնյակը, ասենց ասած այդ բանը, պալատը գտնում եմ այդ բլրի վրա, ասենց սարա, դե բնականաբար պատերազմը գնում, այդ շատ խոցելի տեղ է, այդտեղ չէր եւ այդ մեր մեքենաների այդ շարասյունը, հիշում եմ Toyota Sef Camry-ներ էին, պատուանները մուքացված, որ չերևում ովքեր են, ու տենց ավտոմատներով բանը, այդ pick-up ջիպեր են, սենց ավտոմատներով սենց մեզ սենց տանում են։ Ուրեմն տենց արագ էս թաղամասով, սենց մեքենաները մտնում են, չենք հասկանում։ Մտավ մի թաղամաս, արագ գնում է ու բոլոր տները իրար նման են։ Մեկ է մի հատ կիսասեփական տան մոտ կանգ առան։ Ու թե արագ դուրս եկանք մտանք այդ բնակարան, դες քայլում էինք, ոնց որ ես երրորդն էի մեր խմբի մեջ, եթե չեմ սխալվում, ոնց որ մեկ է դες կամերայի լույս ընկավ, որ ես ուսս տեսա, որ արդեն Ասադը բարևում է, ոնց բարևեց падգամավորներից, եթե չեմ սխալվում, Սամվելն էր Ֆարմանյան առաջինը գնում։ Դες բարևեց, ասես զարմակից ինձ ասի, վայ Ասադը, այսինքն Ասադին են հանդիպում, որ հետևինները լսեն, դա չեն տեսնում, ասես պետք է ասես թեքվես։ Մի հատ շատ բան պահեր, դե նստեցինք, ագին զրուցեցինք, բան հետաքրքիր խոսակցություն ունեցանք իր հետ։ Ես ինչի ինձ զարմացրեց։ Մաշված գալստուկ էր կապած ու բանը այս Վարատնիկը ոնց է հայերեն այդ Պաչիվը մաշված կեղտոտ էր, հա, բանակի մաշված էր այդ վարատնիկը իր Պաչիվը կեղտոտ։ Շատ հետաքրքիր։ Այդ խոսակցությունը շատ բան էր, հետաքրքիր էր, ինքը ասեց որ շատ գնահատում է բան։ Եվ մեր խնդրանքն էր որ մենք խնդրում ենք որ դուք հայկական քեսաբը վերադարձնեք, ինքը ասեց մեր բանակը մի շաբաթում այն հետ կգրավի այդ ուժերից, մենք կոչնչացնենք դրանց բան։ Հայերը հետ կգնան Լաթաքիայից, մեզ խոստացավ որ մեզ նաև կաջակցի որ Լաթաքիա գնանք, հանդիպենք այնտեղից փախած հայերին, արդեն մազապուր դուրս եկած։ Եվ այդ խոսակցության ժամանակ նաև նա ասում էր, որ ես փորձում եի Էրդողանին առանձնացնեմ թուրք ժողովրդից, իշխանությանը ժողովրդից, բան, ձեր նախագահն ինձ ասում էր, ես չէի հավատում թե ինչ, չէի լսում թե ինչ։ Վերջը, բայց չստացվեց, ոբշեմ, թշնամի է Էրդողանը եւ այլն։ Այդ քննարկման ժամանակ նաև
տենց տարբեր եթե չեմ սխալվում ամենքս մի հարց գոնե հասցրեցինք տանք եւ ասաց խնդրում եմ ասաց տեղեկատվական բլոկադայի մեջ եմ էլի օգնեք այս բլոկադայից դուրս գանք զամացինք ինչ կարանք մենք անենք էլի ասես ոնց հայությունը հայերը աշխարհի ինչ ու տեղից որ դուրս ենք եկել ասեցինք save KESAP hashtag-ով այդ campaign-ը ինչ էս այդ արշավը որ Kim Kardashian բան շատ հայտնի հայեր միացան հետո BBC-ն ռեպորտաժ արեց CNN-ը ռեպորտաժ արեց որ հարձակվել են հայկական գյուղի վրա բան Թուրքիային դատապարտել այսինքն պատկերացրու մի հատ փոքր նախաձեռնություն ինչի բերեց հետո մյուս հետարքի դրվագը որ գնացինք Լաթակիա օրեն մեզ տան օթանավակայան ոչ մի բան չէ մարդ չկա օթանավակայանում ոչ մի բան չի աշխատում մի հատ յակ 40-ը կանգնած խոտ տված միացրած է այդ ինքնաթիռը իսկ յակ 40-ով ենք թռչելու բա որ ասենք մի հատ ինչ-որ տերորիստ ասենք գրանատամետով խփի գցի ինչ-որ չգիտեմ ինչ ասես կարա լինի ասենք համտածում եմ որ սա ցնորքային ինչ որ մենք անում ենք համ բա վերջը մտանք ինքնաթիռ նստեցինք էլի մարդիկ կային ինչ որ չգիտեմ Դամասկոսից Լաթակիային գնում ու ինչն եմ հիշում որ խոսակցություն եղավ որ այդ ինքնաթիռի նստատեղերը այդ աթոռները սովորական բանով չէին այդ աբիվկա հա այդ աբիվկեն ուրիշ էր ու պարզեց որ աբիվչիկը հայ է դուրս բան եմ ասում պատմեցին մեզ էլի վերջն էր չկա տես բան դուրս է Դամասկոսում դուրս եկանք շուկա տենց կյանքը կար բան տենց շուտ տենց վախենալու տենց ստուգում էին բոլորին կանգնացնում մեքենաները բան ու ինքնաթիռ օդ բարձացավ աստծո հաջողությամբ հասանք տեղ Լաթակիայում շատ լավ դիմավորեցին գնացինք մեր եկեղեցի այնտեղ մարդիկ գետիներին քնում էին բան տենց մի խայտարակ վիճակ էր այդ կադրերը որ տեսես ու ես այդ ժամանակ եմ քեզ անկեղծ ասեմ հասկացել որ պատկերացնենք օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի վրա չունենք այն իրավիճակը որ ունենք հիմա այսինքն 30 քանի տարի մենք չենք պահում այդ սահմանը եւ Ջաբհաթ ալ-Նուսրան հայտնվեց սահմանին ինչ ենք անում ասենք պատկերացնենք ընդ որում Թուրքիան պաշտոնապես գես ինչ էր ասում ասում եմ մենք չգիտենք ովքեր են մտել բռնեք սպանեք ես ինչ իմանամ սարից ինչ որ ահաբեկիչներ իջել են ինչ որ սիրիական ինչ եք ուզում ասեք հա մենք ճանաչում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը ոչ մի խնդրեմ չկա ապագայում կարող Թուրքիան ոչ թե իր ձեռքով մեր դեմ կռվի այլ ինչ որ Ջաբհաթ ալ-Նուսրաների Արմենիան Ադրբեջան կազմակերպության զինված ուժերի հա այտենց մենք սրա մասին խոսել ենք մեր ոդկասթի մեջ ես ուզում եմ ուղղակի մեր ժողովուրդը adekvat դիտարկի էլի այդ իրավիճակը պատկերացնի ինչա կա ոչ թե ինչ որ բայգուշություն են կանեն վախենքներ չնչում բան ես դա տեսել եմ Սիրիայում որ ոնց կարա Թուրքիան ասի որ մենք կապ չունենք ախպերներ ջան ես ձեր ցավը տանեմ ճիշտ է չենք սիրում ձեզ բան չկա բայց որ մենք մտնենք գյուղ գրավի չէ դες թուրքական զորքերը չէ ახალ երկու ծայրահեղություն կա հա մյուս կողմից այս ծայրահեղությունը որն է որ թուրքերի հետ երկխոսենք պետք է խոսենք թուրքերի հետ սա վարչապետը թուրքական լրագրողների հրավիրել તો իրանք էին եկել թե չգիտեմ ոնց հարցազրույց էր տալիս խոսում ենք մենք թուրքերի հետ հա եւ այդ արգոս նախարարը ասում մենք դինամիկ շփում ունենք Թուրքիայի նկատմամբ խորհրդավոր պաթոսը մյուս կողմից էլ որ ասում այ տեսեք հա Միամիտ Ասադը հավատաց թուրքական ժպիտին այլի Ասադն է հիմար էր հավատաց հա բան եւ տեսեք հիմա երկիր ինչ որ Ժորժան երկուսն է ծայրահեղություն է իմացեք այդ եւ մենք պետք է խոսենք նայել ու որ նա որ բոլորին կգան կմորթեն երկուսն էլ ծայրահեղություն պետք է adekvat մեջտեղ եմ գտնել ճիշտ Թուրքիայի հետ պետք է փոխհարաբերվել պետք է շփվել հարաբերվել խելացի Դե պետք է հասկանալ նախ ինչի շուրջ է շփվում։ Հիմա ժամանակին 4 գյուղ էին ուզում որ մենք դուրս գանք հանենք զորքերը, սահմանը բացեն։ Հիմա Լեռնային Ղարաբաղը գրավել են 20% է իրանց ասած բոլոր շրջանները մի բան են Հայաստանի տարածքներից են գրավել, այդ սահմանը չեն բացում։ Հարցն պատասխան եք էլի։ Խնդրեմ Թուրքիան բոբոյա, Եմեն բոբոյա, Միացյալ Նահանգները սատանայա, Ռուսաստանը հրեշա։ Լավ, այդ սա հասկացանք։ Բաշար Ասադը կամ վերջին տվյալներով մոտ Facebook-յան ընկերներից Արամ Գասպարյանը լավ հումոր էր արել Բաշարը Արդյունավետ կառավարիչ չէր եղբայր նայր Արդյունավետ էր ինքը կառավարում եւ այդ կողքից բոլորը բզբզացին այդ իր չքնավ երկիրը պայթեց Պարզավոր Ասադը դիկտատոր է եղել Եթե նայենք միջազգային ժողովրդավարական չափանիշներով կոռուպցիայի մասին չեմ ուզում խոսամ աբսուրդ է դիկտատորի կոռուպցիայի մասին խոսած հա իրականությունը հետեւյալն է Հայր Ասադը նախատեսում է որ իր մի որդին պետքա իրան դառնա նախագահ այդ որդին ավտովթարում զոհվում է եթե չեմ սխալվում շատ հայտնի հերոսական մի տղա է լինում Ասադը այսօրվա Ասադը ինքը աչքի բժիշկ է
բժիշկ մարդ է։ Եվ Բրիտանիա սովորած, Բրիտանիայում սիրարվում է այդ աղջկա վրա ամուսնանում է, կինը Բրիտանիայի եթե չեմ ասում քաղաքացիություն ունի, հիմա ուզում ոնց որ ռուսաստանից տեղափոխվին դեր, բացարձակապես պատմությանը որ նայում ես ինքը եւ իրան մտածում ինքը թույլ կառավարիչ է, ասես որ իրան նայում ես մեղմ թույլ բան թույլ ոնց չեմ ասում, թույլը մեղմ մարդ է, մի հատ ինչ որ sense բարի դեմք է, այսինքն դիկտատոր, այսինքն իրան հայմատում Կադաֆիի հետ, Սադամ Հուսեյնի հետ, չէ, անհամեմատելի է եղբայր։ Մի անձամբ տեսել եմ այդ մարդուն։ Բայց ուզում եմ ասեմ, parza որ պետք չէ չափանիշներով նայել, նա որոշակի ժամանակ եղել է արդյունավետ կառավարիչ, կոնկրետ մեր տեսանկյունից հայկականության, մեր համար հայերը շատ լավ են եղել, դե Սադամ Հուսեյնի ժամանակ էլ հայերը շատ լավ են եղել այնտեղ։ Հայերը գտնում են էլի ձևը շատ լավ լինելու, բայց հիմա այն քաոսը, որը հաջորդել է հենց դրա մասն է Կադաֆիին, այն քաոսը, որը հաջորդեց Իրաքում, այն քաոսը, որը հաջորդեց հիմա Սիրիայում, ախր պետք է ամեն ինչ հայմատության մեջ է, չէ՞, հայմատության մեջ է։ Հենց այդ փակուղու մասն է։ Ինչ ունես ու ինչ ունեիր, ինչ արինում։ Իրականում փակուղի է, իհարկե նվեր չէին այդ դիկտատորաները, լուսավորյալ դիկտատորաները, բայց այնուամենայնիվ նրանք գնում էին բռնությունների, նաև քաղաքական սպանությունների, նաև զանգվածային սպանությունների, այս ամեն ինչը եղել է ամեն ինչ կոռուպցիա եւ այլն, չեմ ուզում խորանալ, բայց այն ինչ որ իրենց այլընտրանքն է, դա այս ծայրահեղական իսլամիզմն է, որը զանգվածաբար մարդկանց կոտորում է, որը զանգվածաբար մարդկանց վաճառում է ստրկության, զանգվածաբար կանանց իրավունքները ոտնահարում է, ոտնահարելը որն է, չասեմ, ինչ են անում, տեղ-տեղ արգելում են երաժշտությունը։ Չէ, հիմա Աֆղանստան ի՞նչ է կատարվում։ Աֆղանստան ի՞նչ է կատարվում։ Կանայք սկսել են գնալ դպրոց, երեխան աղջիկները, հիմա չկա։ Դպրոցները փակվել են կանանց։ Մի փակուղին այնտեղ էր, երբ որ սովետական միությունը զորքերը մցրեց ի պաշտպանություն պրոսովետական ռեժիմի վերարտադրության, հա, այսպես ասենք, ամբողջ աշխարհը դատապարտեց այդ ներխուժումը։ Միացյալ Նահանգները դաշնային ֆինանսավորել Բեն Լադենին, հա, սկսեցին այդ ծայրահեղական տալիբներին, հա, ֆինանսավորել, օգնել ընդդեմ սովետական օկուպանտների եւ աշխարհիկ Աֆղանստանը փոխակերպվեց մատ խալիֆայության, այսպես ասենք, Էմիրատի, Միջնադարյան Էմիրատի, որտեղ արգելում են կանանց վաճառում ստրկության, ընդհանրապես մարդու իրավունքներ ասված գոյություն չունի, արգելում են նույնիսկ տեղ-տեղ երաժշտությունը, մի խոսքով ոչ մի բան չկա, որովհետեւ ապրելու նորմ։ Կա նորմեր, բայց ուրիշ իրանց նորմերով է ապրում, էլի, այն որ թև են կտրում, գլուխ են կտրում։ Պարոն Մարոկյան, եթե տենց վերցնենք խաղաղ, հանգիստ պայմաններում իսլամի նորմերը կյանքի համար շատ նորմալ են։ Եթե դա ծայրահեղական չի։ Չէ, դե սովորական իսլամի նորմերը չեն, էլի։ Հա։ Այս առումով էլի փակուղի է, փակուղի է։ Իդես ինչ եմ ուզում հարցնեմ, լավ, այդ բոլորին քննարկեցինք։ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում ապրող հայերի համար կարծես ինչ պետք է անի։ Տես մենք ժամանակին ինչ ենք արել, ես պատմեցի։ Այն ժամանակն էր Սփյուռքի նախարարություն, հետո հայերին ասում ենք եկեք Հայաստան, հետո բայց ահագինել եկան Հայաստան, ասեմ քեզ, բայց այդպես կեսը ինտեգրվեցին, կեսը թողեցին գնացին Կանադա, ես իմ ու չգիտեմ ուր։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, Հայաստանը պաշտոնական, օրինակ մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք։ Մենք մեզ մարդ է պետք։ Մարդը այսօր ամենակարևոր ռեսուրսն է։ Արդյոք մենք պետք է մեր հայերին խրախուսենք, ասենք, ծրապետական ծրագրեր նաև ներդնենք, որ բերենք այդ մարդկանց Հայաստան եւ ինտեգրենք Հայաստան։ Պարոն, լավ, հիմա բերում ենք, ոչ մի բան չի ստացվում, այդ մարդիկ գնում են Միացյալ Նահանգներ, գնում են Կանադա։ Ինչ որ մաս մնացել է, որտեվ լավ չենք զբաղվել որ ինտեգրենք, ես ասում եմ։ Լավ կլինի որ գան Հայաստան, բայց միշտ կողմից էլ ափսոս է, որ այդ ավանդական գաղթօջախները ես չէ ուզենա ոչինչ անային։ Ահա, բայց մենք չենք ուզում ոչինչ անան, օրինակ միլիարդավոր դոլարների հայկական բիզնեսներ, գործարաններ, ընկերություններ, կապիտալ Սիրիայում կործանվել է ուղղակի։ Այդ 10 տարվա պատերազմի ժամանակ։ Օրինակ դա ինչ որ մեկը ինչ որ մի ժամանակ խելացի գտնվեր կազմակերպեր դուրս բերեր, օրինակ եմ ասում, էլի բերեր Հայաստան, լավ։ Հիմա չգիտեմ, օրինակ այդ Ջոլանի ռեժիմի ժամանակաշրջան քրիստոնյաները կարողանալու են ապրել, դա ինչ ռեժիմ է։ Մենք չգիտենք դա ինչ ռեժիմ կլինի։ Այդ եմ ասում, էլի པարզ չի ժողովուրդ, բայց որտեվ այդ հարցը կա, որ բայց Հայաստանը ինչ պետք է անի, ոչ մի բան չանում, Փաշինյանի ասած իրական Հայաստանը դա այսքանն է, մենք որ այնտեղ է ուրիշների համար պատասխանատվություն չեն կրում ճիշտ անանքերի հայերին։ Պետք է դες ընդհանրապես տեղել երկու ծայրահեղություններ կան։ Միշտ կողմից այդ Փաշինյանի այդ 20-29843-ն է,
28 չեմ հիշում արդեն, հա, 741, թվերի մեջ շփոթ առաջացել, որ մենք անձեր, անվոտ, խելոք գլուխներս մտցնենք, հողի տակ ապրենք, եւ կա մյուս արիհեղությունը, երբ որ ամեն մեկը իր բոլոր կապրիզները, իր բոլոր քմահաճույքները, իր ամբիցիաները հիվանդագին փորձում է փաթաթի բացարձակ դա չեմ ասում։ Այս փխրուն երկրի, այս երկրի փխրուն ուսերին։ Բացարձակ դրա մասին։ Մեկը ուզում է Բելգիա դառնանք, մեկը ուզում է, չգիտեմ, Ամերիկայից ինքնիշխան Ջոլանին եկե իշխանության, մենք գնայինք ընդ գրավեինք այդ երկիրը, ասենք մոտավորապես։ Ասենք թե չէ, դրա մասին չի խոսքը գնում, զուտ որպես միակ հայկական պետություն, հայերի եւ հայկականության, հայկական մշակույթի ժառանգության պաշտպանը Հայաստանը էլի, այդ իմաստով։ Չգիտեմ, կարող է ձև կա ապրել Ջոլանի ռեժիմում, ապրեն։ Ես նաև շատ զգույշ կլինեի այն որ սոցիալական ցանցերում որ տարածում էին որ ցեղասպանությունա, վայ, վույ, հայ, հույ բան, քանի դեռ մենք այնտեղ մեծ հայություն ունենք, չի կարելի ես կարծում տենց սուր որևէ ձև արձագանքել։ Դե ընդհանրապես հա պետք է ուշադիր լինել եւ զգույշ լինել, չվնասելու սկզբունքը։ Ընդհանրապես պետք չի խառնվել այդ հարցերին։ Հա, չէ, Հայաստանը այդտեղ ինչ կարա խառնվել։ Հայաստանը թող իր ռազմագերիներով զբաղվի Ադրբեջանի Բաքվում, ասենք, դա ինչ խառնվել։ Իդեպ հա, այդ որ ասում եմ փակուղի է, չէ՞, լուսավորյալ դիկտատուրանային ամփոփումը պետքա փոխարինեն այս շերտի մարտիկ։ Իդեպ նմանատիպ խնդիր կա նաև Ադրբեջանում։ Հիմա շատերը անիծում են Ալիևին, չէ՞, ասում են, երբ հետի մեռնելու պրսնենք, իդեպ Ալիևի այլընտրանքը այնպես չի որ դեմոկրատն է լինելու, այդ հայտնի այդ նորաձև թեզը կա, չէ՞։ Հիմա շատ են ասում, դե դեմոկրատիաները չեն պայքարում, ժողովրդավարությունները դեմոկրատիաները իրար դեմ չեն կռվում։ Հա, դեմոկրատիաները իրար դեմ չեն պատերազմում։ Բայց Ադրբեջանում դեմոկրատիա չի լինելու, Ալիևի այլընտրանքը կամ իսլամիստներն են, արդեն ադրբեջանական ինտերպրետացիա է, կամ էլ ծայրահեղական բան է, ազգայնականները։ Դա եւ Հայաստանի համար այնպես չի որ կարող ավելի դրական իրավիճակ ստեղծվել, եթե իհարկե Ադրբեջանում իշխանության չգա Նիկոլ Փաշինյանի պես ինչ որ մեկ օրինակ նորից մտ ինչ որ Էլչիբեի պես մեկը գա իշխանության, այդ ժամանակ կարող Հայաստանի համար լավ լինի։ Ես չեմ կարծում թե նման հույսերով կարելի է ապրել։ Դա պետք չի տենսու։ Հա, ուզում ասեմ որ նաև դեմոկրատիաները որ իրար դեմ չեն պատերազմում, այդ հայտնի տեքստը, այդ թեզը որ տեսությունը որ ունենք, շատ լավ օրինակ Միացյալ Նահանգները հենց հիմա պատերազմ հայտարարել Կանադային, իր եղբայրական հարևան երկրին, ոչ զորքը չի մտցրել Կանադա, բայց տարիֆների պատերազմ է։ Ես քանի որ տարբեր ձևեր կան պատերազմի։ Գաղափարական հակառակորդներին 5-ից 5 մատի պես գիտեմ ինչ կասենք, ասեն Թրամփը դեմոկրատ չի։ Ավտորիտար է, բոնապարտիստ է։ Սիրելի հայրենակիցներ, մեր ոդքասթը նաև Սիրիայի մասով մենք ինչ որ կարող էինք ձեզ փոխանցեցինք, դեպքերը զարգանում են, մեր ոդքասթը շուտ ավարտենք, օպերատորները տերորի են ենթարկվում։ Պետք է ավարտենք այս պահին։ Ուզում եմ ասել որ կհետևենք եւ ակտիվ մեկնաբանեք, ակտիվ արձագանքեք, ակտիվ նաև գաղափարներով կիսվեք, միգուցե ինչ որ բաներ կան, որ կարող ենք դրանց էլ անդրադառնալ, հաշվի առնել, մենք կլինենք կապի մեջ, բայց ամենակարևորը միացեք մեր YouTube-ի ալիքին եւ տարածեք մեր բոլոր տեսանյութերը։ Ստուգելու ենք, հա։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։